Այս համատեքստում Լավրովի այսօրվա հայտարարությունը, որ ազնիվ չէ իրենց մեղադրել Արցախը հանձնելու մեջ, իրենք այդ մասին լրատվամիջոցներից են տեղեկացել, արդյոք պետք է համարել պրոլոգ, որ ամեն դեպքում վստահություն չկա նաև այդ խոսույթը ձևավորող իշխանությունների հանդեպ։ Ես չեմ կարծում, որ դա Լավրովի այդ ասածը կամ ռուսական զենքերի մասին հայտարարությունը։ Ոնց որ ասում են դրոշով թափահարում է, որ ստարտը տված է վազել գնացեք, ոչ, դա չեմ համարում, ես համարում եմ այդ հայտարարությունը արդարացի, բա եթե դաշնակիցն է մեր, բա եթե բանակցում էին եռակող, իսկ մենք շատ ենք, չէ, տարիներով ականատես ենք եղել եռակող բանակցություններին, ու հետո գնում են մեկ այլ տեղ մեկ այլ հայտարարություն են անում, արդյոք այդ բանակցության կողմերից մեկը չպետք է ասի, եթե մեզ մարդատեղ չեք դնում, մեզնից ինչ եք ուզում։ Բայց իրանք ասում էին он не предатель։ Ասում էին, արդյոք ես դա արդարացնում եմ, չեմ արդարացնում։ Եվ մի հարցել օրինակ Արցախի հետ կապված նա, եթե դու կամ պարոն Քոչարյանը կամ համատեղ ձեզ դրանից որևէ թիմի հաջողվի իշխանության գալ, օրինակ դուք կարող եք լիական հարցեր կողմել արցախցիների վերադարձի հավաքական իրավունքի հարց առաջ մղել, հաջողության հասնել, այսինքն այդ կարևոր արտաքին հարցերի հետ կապված, Հայաստանի անվտանգության հետ կապված դուք կարող եք շրջադարձային փոփոխություններ անել։ Եվ ինչպես եք պատկերացնում։ Ես քիչ առաջ ասեցի, որ ես հավակնություն չունեմ եւ ոչ էլ ցանկություն, որովհետեւ գիտեք, այդ բառերը հայերենում տարբեր նշանակություններ ունեն։ Եվ 18-ին նաեւ դրանում էին փորձում ինձ մեղադրել հայերենին բաց իրապետելով։ Ես ասում եմ, ես չեմ լինելու, եթե որևէ մեկը գա իշխանության, որևէ քաղաքական ուժ, եւ տեսնեմ, որ այդ քաղաքական ուժը աշխատում է ի օգուտ ի նպաստ Հայաստանի, եւ եթե իրենք կարիք ունենան իմ խորհուրդների, այսպես խորհուրդներ ստանալ ինձնից, իմ խորհուրդների կարիք ունենան, ես ընդհանրապես խորհրդատուի դերով կարող եմ հանդես գալ, հաշվի առնելով իմ անցած ճանապարհը։ Եթե ոչ, ապա ես կարծում եմ, որ արդեն իմ ժամանակն է, էլի մի քիչ ինձնով զբաղվելու, հանգստով եւ այլ պայմաններով։ Շրջադարձային փոփոխություններ անել, եթե հնարավորություն կա, հիմա Հայաստան ունի այդ հնարավորությունը։ Ոչինչ երբեք հնարավոր չի բացառել եւ ես չեմ կարծում, որ նույնիսկ 30-ականներին, անցյալ դարի 40-ականներին, ես չեմ ասում անհատներին, որովհետև ես տեղյակ եմ, որովհետև այդ ժամանակահատվածներում էլ Հայաստանի մի շարք ղեկավարներ գրավոր դիմել են Մոսկվա, Ղարաբաղը Հայաստանի միացնելու հարցով, բայց լայն հասարակությունը երբեք դրանով առանձնապես չի զբաղվել, որովհետև շատ-շատերը համարել են, որ դա վերջնական է եւ վերջ։ Եթե լինեն անհատներ, լինեն քաղաքական ուժեր, ովքեր այդ գաղափարը վառ կպահեն, ես վստահ եմ, որ մի օր այդ գաղափարով հետաքրքրվելու են ուժեր, նաև Հայաստանից դուրս եւ հնարավոր է լինելու այդ գաղափարը իրականություն դարձնել։ Այսօր, եթե նույնիսկ Ադրբեջանի ղեկավարությունն ասի, դե ես բոլոր արցախցիներին, բոլոր ղարաբաղցիներին, ովքեր գան, աղոհացով են դիմավորելու։ Ես չեմ կարծում, որ մի քանի 100 մարդուց ավելի կհամաձայնվեն գնալ այնտեղ, որովհետև երեխայի հարց կա, ընտանիքի հարց կա, վերաբերմունքի հարց կա եւ այլն։ Այդ վերադարձը անպայման պետք է ամրապնդված լինի միջազգային դերակատարներով։ Ուրիշ կերպ հնարավոր չի։ Դուք հիմա եք պնդում, որ Արցախի էջը փակված չէ, եւ ինչ եմ անում։ Բա 10 րոպե այդ մասին խոսեցի։ Փակված չէ, ապա ինչպես պիտի վերադարձվի։ Բա ասեցի։ Դուք ասում եք միջազգային դերակատարների իշխանությունները խոսում են Մինսկի խումբը լուծարելու մասին։ Էլ ինչ ճանապարհ կա, եթե ախր
Դուք չեք հոգնել, ես կարծում եմ բոլոր արդեն հոգնել են այս կառավարիչների, դուք իշխանությունների եք ասում, ես կառավարիչներ եմ ասում, սրանց թերությունները արձանագրելով, բայց ինչի եք համեմատում, հետո եկող կառավարությունը, հետո եկող վարչապետը նույն կերպ է մտածելու։ Ամեն ինչ կարող է, դրա համար էլ ասում եմ, բոլորդ միավորվեք, գնանք փորձենք impeachment անենք, որ այդ անդառնալի փոփոխությունները չլինի։ Բայց իմ ասածս էդ է։ Պարոն Սարգսյան, այս կառավարիչների դեպքում միայն թերություն է, թե նաև դավաճանություն։ Այս ամեն ինչ տեղի ունեցավ նաև դավաճանության հետևանք է, թե միայն թերությունների։ Ես հակված չեմ։ Իհարկե մեկ-մեկ ես էլ եմ այդ բառը օգտագործում սրանց հասցեին, բայց ես շատ հակված չեմ առանց թղթային, փաստաթղթային ապացույցի ասել, որ սա 100%-ով էսպիսին է։ Խոսքը գաղափարական դավաճանություն։ Բայց ուրանալու, որոշակի արժեքներ այսինքն դու մի րոպե կասկածում եք, որ սրանք ուրանում են ամեն ինչը։ Եթե սրանք ուրանում են Հայաստանի անկախության հռչակագիրը, եթե սրանք ուրանում են հարյուրավոր մեզ համար, մեր ժողովրդի համար կենսական անհրաժեշտության հարցեր, երբ որ կասկածի տակ են դնում ցեղասպանության փաստը, այսինքն ստեղ ինչ խնդիր կա էլի, այսինքն մտածելու շատ երկար մտածելու կա, հանգամանք կա։ Բա ի՞նչ է։ Արցախը ամեն ինչ է։ Ադրբեջանի մասը։ Բայց դավաճանությունը նորից եմ ասում, ինչպես տեսակ, դու բանարեցիր, չէ՞ ուղեցիր, հա? Քաղաքական թե ինչ դավաճանություն, տենց բաներ ասեցիր էլի։ Դե հիմա իրանք իրանց ասածներին են։ Իրանք ասածներն են։ Միշտ փորձում հաջորդ ստով հերքել։ Հետո այդ երկրորդը հաջորդ ստով առաջի երկուսը հերքել, բայց այդ ի՞նչ է։